մենք միշտ հանգում ենք հետևյալի։ Եթե մենք Այսինքն արդյունավետ է, թե արդյունավետ չի, լավաբատա էմոցիոնալ բան։ Բուրգը իշխանական կա ղեկավար ու կա հստակ կաբինետ մինիստրների եւ այլ օղակները ցածր։ Դե վերլուծական ինստիտուտներ բաց են, որոնց մոտիվացիան անվտանգության պահպանելն է ու մեր պետության շահը պաշտպանելը, դա ֆանտաստիկ լավ բան է։ Ունենք մենք այսօր օբյեկտիվ այդ իշխանությունը, թե չունենք։ Այս սրանում է ամբողջ։ Դե օրինակ դրա մի հատ շատ հետաքրքիր բան, իմիջիալոց արդիական թեմա է, դրա մասին կարելի է երկու բառով խոսալ, այդ քո հարցին պատասխանել, հիմա դիտարկում անեմ։ Մի քանի օր առաջ Իսրայելի կառավարությունը հայտարարեց, որ ճանաչում է հայոց ցեղասպանությունը եւ ուղարկեցին հաստատման Քնեսեթ, այսինքն ազգային ժողով Իսրայելի, ճիշտ է, այնտեղ կա մի քանի խրտին հարց, որ Քնեսեթը մի շաբաթ գնում է արձակուրդ, այնտեղ պահպանելու ենք սեպտեմբերին որոշումը կայացնելու բանն է, իրանց օրենքների ու Քնեսեթի կառավարության, դեռ չգիտենք, իրանք ասում են, քանի որ անձամբ Նեթանյահուի այսպես ասած նախաձեռնությունը կարծում եմ կընդունեն, բայց այնտեղ ընտրություններ կան ու նոր խորհրդարան կա, որը սեպտեմբերին է գործելու։ Բայց դա մի կողմ, ես դրա մասին չէի ուզում շեշտել։ Ուզում եմ շեշտել Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության միջազգային շահի թիվ 1 պատասխանատուի պահվածքի մասին, որը մարդը ինչ ասեց, ասեց պետք չէ զինականացնել հայոց ցեղասպանության հարցը։ Հիմա այդ զինականացնել բառը ընդ որում շատ հետաքրքիր է։ Մարդը բռներ թարգմանել է թուրքական քարոզչական տերմինը, թարգմանել է հայերեն, բառացի թարգմանել է թուրքական քարոզչական տերմինը, բառացի թարգմանել է հայերեն առանց ամաչելու, լրագրողներին ասում են բառ նույն բանը, ինչ որ ասում է Թուրքիայի քարոզչա մեքենա։ Հիմա հարց, ասենց մի կողմ դնենք Իսրայել պետության գործունեությունը Մերձավոր Արաբելքում, Գազայում նրանց կատարած հանցագործությունները, մի կողմ դնենք, որ Իրանը մեր բարեկամներից Իսրայելն ու Իրանը էգզիստենցիալ ճշնամիներ են, սաղ դնում ենք մի կողմ, դնում ենք սեղանին կոնկրետ հարց, այլ պետության կողմից հայոց ցեղասպանության ճանաչման հարց, որը անշուշտ բխում է հայկական շահերից։ Հիմա իրավունք ունի Հայաստանի պատասխանատուն թուրքական քարոզչական թեզ գցել առաջ, ու եթե նման բան տեղի է ունենում, արդյոք այդ մարդիկ կարող են Հայաստանում այնպիսի պատնեշներ ստեղծել, որ մենք կարողանանք դիմագրավել Թուրքիայից եկող վտանգներին, կարող են թե չեն կարող։ Դե ելնելով ավելի քան 8 տարվա փորձից, որովհետև 8 տարին, եթե օրինակ ինձ համար դեռ 18 թվին էր պարզ, ու ես դրա մասին միշտ բարձրաձայնել եմ, որ այս իշխանությունը միտում չունի պետություն պահելու, զարգացնելու եւ այլն, բայց վերջը 8 տարին բավական էր, երևի որ մի ամիտ կամ չգիտեմ դյուրահավատ մարդկանց համար, ինչ որ հույսերով ապրող մարդկանց համար, կամ այն նախկիններից հոգնած զզված մարդկանց համար բարձ դառնալ, որ այստեղ եկել է լուծելու օբյեկտիվ այլ խնդիր։ Հիմա հարց, հիմա ասում են ժողովուրդը ոնց որոշի։ Հիմա այդ ժողովուրդ ասած եզրույթից, ես ճիշտն ասած հազար ներողություն, բայց զզվում եմ, որովհետև ինքը ոչինչ չարտահայտող արտահայտություն է։ Ինչ է նշանակում ժողովուրդ։ Եթե մենք ունենք 2 միլիոն 500 քանի հազար ընտրող ունեինք, չէ, որոնցից 1.475.000 մասնակցել։ То есть 1 միլիոն մարդ ընտրության չմասնակցել։ Հիմա դա արդար է, թե արդար չէ, ժողովրդավարը թե չէ։ Ոչ թե արդար չէ, դա մեծ խնդիր է, թե ընդդիմության, թե իշխանության համար։ Այդ 1 միլիոն մարդը ոնց կարա 1 միլիոն կենթանի մարդ մի օրվա ընթացքում տնից չկարողանա դուրս գալ։ Հիմա այդ 1 միլիոնի մեջ բնականաբար կարար լիներ եւ իշխանության կողմնակիցներ եւ բայց արի հանուն արդարության ասենք, եթե այդ 1 միլիոնի մեջ իշխանության կողմնակիցներ լինեին, նրանց մոտիվացիան ավելի բարձր է, նրանք կետային։ То есть մեր ընդդիմությունը ուղիղ բարձ այս 1 միլիոն մարդու առամարեց կամ չկարողացավ որովհետև ենթադրում եմ այդ 1 միլիոնի բանը ինտելեկտուալ կարողությունները չնսեմացնելով մնացածին, որովհետև ես էլ դու էլ գնացել ենք ընտրության ու բնականաբար այս իշխանությանը չենք ընտրել, այլ մերժել ենք, բայց այն 1 միլիոն մարդուն, որոնք որ շատ հնարավոր է ինձանից ու քեզանից ավելի շատ արժանինքներ, խելքով, գիտելիքներ ունեն,
չկարողացան այդ 1 միլիոնի Պետք է ազնիվ ասել, որ ընկեր, ես ոչ թե քեզ խոստանում եմ օդի մեջ ինչ որ սենց Այո։ սիրուն պուպուշ բաներ, այլ կոնկրետ արի կանգնի կողքս, եթե դու ընդունակ ես ինձ ուղղորդելու, արի ուղղորդի։ Արի ասես մի հատ բան ձևակերպում տանք, որ ամեն դեպքում որպես քաղաքականությամբ զբաղվող մարդիկ, օրինակ մեկը ես, շատ բարձ պետքա ֆիքսենք, որ այո, ընդդիմությունը, հավաքական ընդդիմությունը, այստեղ ես չեմ դնում բաժանում ինչ-որ կուսակցությունների կամ տարբեր ուժերի, հավաքական ընդդիմություն չկարողացավ սեղանին դնել այնպիսի ձևակերպված քաղաքական առաջարկ, որը գրավիչ կլինի մնացած 1 միլիոնի համար եւ այդ 1 միլիոնին կբերի ինքնա տեղամաս։ Հիմա դա չկարացանք անենք, ազնվությունն է կարևոր քաղաքականության պետքա հիմա ընդունես, որ ինչ որ մի հատ գործ մենք թերացել ենք, չկարողացանք ինչ որ մասի կարողացանք ապահովենք, բերենք ընտրա տեղամաս, մարդիկ իրենց որոշումը կայացրեցին, բայց մեծ մասի 1 միլիոն մարդու չկարողացան բերենք այն ամբողջ թեզերը, որ դե ժողովրդին պետք է նոր քաղաքական առաջարկներ, ժողովուրդը հոգնել է հին քաղաքական դաշտից, պետք է նոր մոդելներ մշակել, որպեսզի այն չեկացող ժողովուրդը գա ընտրության, չկա։ Հետա հերթական անգամ չկարողացան կանենք։ Հենց մեծ ամենամեծ խնդիրը հենց դրա մեջ է, որ չի կարողանում ոչ իշխանությունը, ոչ Ուն որում շատ կարևոր է, որ ընդդիմությունը դա ընդունի, որովհետև սեփական սխալները ընդունելը հնարավորություն է տալի ապագայում նախ սխալվել, երկրորդ էլ ազնվության բան կա, էլի, մարդկանց հետ պետք է ազնիվ լինես, էլի։ Չի կարելի 5 տարին մեկ գնալ մարդկանց մի բան խփել, հիմա ինչքան կպավ այդ սկզբունքով ինչ որ ձեներ կորզել, հետո գնալ 5 տարի կորել, գալ ասել դե մի հատ էլ էլի մեզ ընտրեք։ Իսկ կներես մի շատ կարևոր բան էլ ասեմ, որ ասում էի ժողովուրդ եզրի հետ կապված, հիմա որ ասում են ժողովուրդը որոշել է, չէ՞։ Եթե մենք միջինացված վերցնում ենք ժողովուրդը ասվածի ցանկությունները, հարկեր չլինեն, բանակ ծառայություն չլինի, աշխատանքային օրը լինի 5 ժամ, այսինքն ժողովուրդը միշտ ուզում է այնպիսի բաներ, որոնք մեծամասամբ անհամատեղելի են պետության հետ։ Չի կարա։ Այսինքն եթե մենք նայում ենք զուտ ժողովրդի տեսանկյունից, ժողովուրդը միշտ ուզել է բաներ, որոնք որ ինչ որ առումով անհամատեղելի են պետության հետ, բայց դրա համար են մարդիկ ստեղծել իշխանություն, դրա համար են մարդիկ հորինել պետություն իր կառուցվածքով, որ կարողանա ժողովրդի կյանքը այնպես կազմակերպել, որ ժողովրդին զրկի ինչ որ ազատություններից, բայց դրա փոխանեն տա անվտանգություն, տա սոցիալական ապահովություն։ Հիմա եթե մենք նայում ենք զուտ ժողովրդի ինչա ուզում, բայց չենք նայում ինչա պետք պետական ինստիտուտներին եւ ինչա պետք պետության համար, մենք ոչ միտեղ չենք հասնելու։ Բայց եթե մենք նայում ենք ինչա պետք միայն պետական ինստիտուտներին ու իշխանությանը, էլի ոչ միտեղ չենք հասնելու, էլի։ Դրա համար տեղ մի քիչ այդ համադրման պահը կա, որը որ խելաց իշխանությունը կարանում է համադրել, էլի։ Բնականաբար